Սա մամուլի ասուլիսն է, բայց խամեցի։ Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին բնապահպանների այսօրվա ասուլիսը մնաց անավարտ։ Այն խափանելու համար հանքավայրը շահագործող գեոթիմի աշխատակիցները եւ գնդեվազի գյուղացիները այսօր ժամանել էին Երևան։ Գյուղացի մարդը պետք է կողմից, եթե դու դեռ չես հասկանում, ես ուզում եմ հասկացնել։ Իսկ երեք Ամուլսարի հանքավայրի շահագործման առիթով գնդեվազի միջնակարգ դպրոցում հանրային քննարկում էր հրավիրել գեոթիմը, որը նույնպես տապալվեց։ Այս անգամ այն գյուղացիների կողմից, որոնք հանքի շահագործումը համարում էին վտանգավոր իրենց երեխաների եւ ընդհանրապես շրջակայքի համար։ Նրանց պարզապես չէին ցանկանում լսել։ Դալիճը լքած գյուղացիների եւ գնդեվազի գյուղապետի միջև սկսված վիճաբանությունը շարունակվեց նաեւ դրսում եւ ավարտվեց գյուղապետի հայոյանքներով։ Համագյուղացուն հայոյած գյուղապետն այսօր եւս շտապել էր Երևան։ Վիրավորանքներ պարունակող բառեր թեև նրա խոսքում չկային, սակայն հանրապետական գյուղապետը բացահայտումներ արեց։ Պարզվում է գնդեվազումը հագնացող արտագաղթի ամայացած հողատարածքների ու չքավոր ընտանիքների առկայության մեղավորը ոչ թե իր ղեկավարած կուսակցությունն է, այլ այն լրագրողները, որոնք անընդհատ լուսաբանում են հանքի շահագործման հնարավոր վտանգների մասին։ Մեր համայնքը ինքը կլուծի իրեն հարցերը։ Բնապահպանները վստահեցնում են Ամուլսարի ոսկու հանքավայրը գեոթիմը կառուցելու է գյուղացիների ծիրանի այգիների վրա։ Այսօր Երևան ժամանած գեոթիմի աշխատակիցներից եւ գյուղացիներից ոչ մեկն այդ տարածքում հող չունի։ Ծննդով գնդեվազցի լրագրող Թեհմինե Ենոքյանը շարունակում է պնդել գյուղացիների միակ եկամուտը հողն է։ Ծիրանենիների փոխարեն ոսկու հանք կառուցելով գեոթիմը ստիպում է բնակչությանն արտագաղթել, իսկ մեր կառավարությունը որևէ կերպ չի արձագանքում։ Կառավարությունը որպես այդպիսին պատասխանատու մարմին ուղղակի պետք է այդ բառը օգտագործեմ, թռած եմ անգալիս։ 4 համայնք ուղղակի իրար կարող են ուղղակի ծեծկրտուքի կամ քաշքշուցի կամ չգիտեմ, այսպիսի վեճաբանության մեջ թողնի համայնքներին, իսկ ինքը որպես պատասխանատու մարմին ուղղակի տակից սկի ու դուրս գասի, ես կապ չունեմ։ 3000 մետր բարձրության վրա գտնվող բաց հանքավայրը լուրջ խնդիրներ կստեղծի հարևան 4 մարզերի համար։ Բնապահպան Ինգա Զարաֆյանն ուսումնասիրել է գեոթիմի ներկայացրած նախագիծը եւ վստահեցնում է հանքարդյունաբերական կազմակերպությունները հանցագործություն են իրականացնում գյուղացիների նկատմամբ։ Հանքի շահագործումը վտանգում է նաեւ մեր ջրային ռեսուրսները։ Դա Որոտան Արպա գետերի ջրհավաքավազանը, Սևանալչի ջրհավաքավազանը, Կեչուց Պանդարյան ջրամբարներ։ Բնապահպանները պարզել են հանքից արտանետվող նյութերի մեջ կան նաեւ բազմաթիվ վնասակար եւ մահացու նյութեր, ինչպիսին ցիանիդն է, սակայն շահագործողն այս մասին լռում է։ Առաջի կարգի վնասակար նյութեր կան։ Գրում անօրգանական փոշի, որը ոչ մի բան չի ներկայացնում իբր Իրանից։ Բնապահպան Լևոն Գալստյանը գտնում է, որ տեղանքը բացարձակապես չի համապատասխանում հանքարդյունաբերության համար։ Քաղաքակիրթ երկրներում այս օրինակ հանքավայրերը համարվում են առաջին աստիճանի վտանգավորության եւ նրանցից գանձվում են հսկայական հարկեր։ Եթե նորմալ երկրում իրենք վճարում են մինչև 70-75% հարկ այս տիպի հանքավայրերը, Ամուլսարի հանքավայրը Հայաստանում նույնպես Հայաստանի կառավարության թույլտվությամբ, քանի որ այդ ձև որոշումներ եւ օրենքներ ենք մենք ընդունել մեր երկրում, վճարելու է մոտավորապես 27% հարկ, այսինքն նույն ձև ոնց որ մեր նման սովորական հարգատուներ։ Բնապահպանը բերում է Քաջարանի օրինակը, որտեղ բնակչության շրջանում օդի աղտոտվածության հետևանքով առաջացած հիվանդությունները հասել են ծայրահեղ աստիճանի, իսկ շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ գեոթիմի ներկայացրած տվյալները Լևոն Գալստյանի համար ծիծաղելի են։ Ընկերությունը պնդում է, որ պայթեցնելու ժամանակ փոշին տարածվելու է ընդամենը 100 մետր։ Գնացեք ցանկացած միտեղ մի հատ նայեք փոշին ու եթե քամի էլ կա նայեք փոշին քանի մետր է տարածում։ Պրոստը հետը գնացեք sense փոշու հետ։